Ինչ եք կարծում, մեզ ինչպիսի ղեկավար է պետք։ Մեզ պետք է այնց ղեկավար իր գործն անի։ Մեզ դիկտատոր է պետք։ Մեզ այս Սամվել Կարապետյանի նման ղեկավարը պետք, որ մարդկանց հասել է բոլորին։ Ժողովուրդն է թող վերև հայմի, որ թալանում է նրանց են սիրում։ Այդ չեք ժողովուրդը։ Դա մաֆիա է, մաֆիա։ Սաղ Իրանա, ոստիկաներին տարել է Իրան։ Մեզ դա ղեկավար ժողովրդական։ Մեզ պետք չի որ տանի թուրքացման։ Մեզ պետք է հայ։ Մեր բաբերը որ փախել են, դրա խաթր են եկել այստեղ մենք։ Այս մարդը դա պետք է հասկանան։ Ես էլ նրանց թորներից եմ, չէ։ Գարի ղեկավարներն էլ որ սկզբից ասում են ես լավ եմ, հետո որ տեղը լավացնում են, արդեն դառնում են որպես վատ ժողովրդի համար։ Ուժեղ մարդ կտինի։ Ես ավել ուժեղ տղա էր։ Դու գիտեք քանի հազարոքի իր ձերի տակ աշխատում է Ռուսաստանում եւ ինչքան մարդիկ աշխատավաստանում Սամվելի կամպանիա ձեռաստակ են աշխատում։ Մենակ հայ է, ռուսներն է, միջնասեր ժողովուրդը։ Ասում են սխալ թույլ չտալու մարդը ոչ չի աշխատում։ Չէ, այդ մարդ աշխատող տղա է։ Պետք է արդարադատությունը անկախ լինի կառավարությունից։ Պետք է այն երեք բանը կառավարությունը, արդարադատությունը եւ ուրեմն գործադիր իշխանությունը պետք է համատեղ գործակցեն։ Ոչ թե լսեն միայն կառավարությանը, մնացած անտեսեն։ Դրա համար առաջին պետք է լինի արդարադատություն, օրենք եւ օրենք։ Դա այս ընտրությունները շատ կարևոր են։ Մենք պետք է կարողանանք այդ ընտրություններին ամեն ինչ ներդնել, որ հաղթել։ Ով հաղթի։ Կարապետյանով։ Իսկական քրիստոնյա։ Ազնվությունը պաշտպանող, վախ չունեցող, կյանքը նվիրող հայրենիքին։ Եթե տան տղամարդ չի, իր երեխաներին կենթարկվեն այդ մարդուն։ Ամեն մարդ իր ընտանիքի ղեկավարն է։ Հիմա այդ մեր ընտանիքի ղեկավարն էլ էս է։ Սամվել Կարապետյանը ղեկավար է պետք։